Գյումրեցի ընտանիքի դաժան սպանությունն առաջացրել է երևանցիների զայրույթը, այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքի դիմաց։ Հավաքվածները հայտարարել են, որ պահանջում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն խնդրի Հայաստանի Հանրապետության ժողովրդից եւ պաշտոնապես բացատրություն տա Հայաստանի Հանրապետությունում ռուս սահմանապահի ոչռագործության համար։ Ռուսական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է հանդիսանում Վլադիմիր Պուտինը, ուստի նրա պատասխանատվության մասնաբաժինը այստեղ մեծ է, գոնե բարոյական, այսինքն այստեղ իսկ նա հանդիսանում է Ռուսաստանի նախագահը, այսինքն ուղղակի չես կարող այս հարցին այսպես ասել չքաղաքականացնել, որտեղ ուղղակի կապ ունի, հա։ Ակցիայի մասնակիցների խոսքով խիստ կարևոր է, որ նախաքննությունն իրականացնեն հայ իրավապահները, հակառակ պարագայում նշում են, թե գործի արտարացի քննություն չի կատարվի։ Տեղի ունեցած սպանդը նրանց խոսքով պատահականության հետևանք չէր կարող լինել։ Երբ հարցաքննել են նրան եւ նա ինչ-որ պատասխաններ է տվել, որ ջուր է ուզեցել խմել, չգիտեմ ես ինչ, չեմ կարծում, որ նման պատրվակով առավոտյան լույսը դեռ չբացված մտնես մարդու տուն ջուր ուզես քնած մարդուց, ոչ մեկ չարտնանա ու դնես գնդակարես, դա հիմնավոր պատճառ չի։ Եվ աններելի է եւ անընդունելի է, որ Հայաստանի ոստիկանական համակարգը թույլ տա, որ այդ ստահակը հարցաքննվի եւ նախաքննությունը տարվի ռուսական ծառայությունների կողմից, դա աբսուրդ է։ Լրագրողների զրույցում ակցիայի մասնակիցները նաև նշեցին, որ ռուս զինվորների մասնակցությամբ սա միակ դեպքը չէ։ Նրանք հիշեցրեցին 1999 թվականի ապրիլի 14-ին տեղի ունեցած դեպքը։ Հիշեցնենք, այդ օրը Գյումրիում տեղակայված ռուսական զորամասի 2 զինվոր լքելով իրենց զորամասը AK-74 տիպի ինքնաձիգերով զինված անկանոն կրակ էին բացել շուկայում գտնվող եւ փողոցում քայլող անձանց ուղղությամբ։ Դեսպանատան շենքի դիմաց հավաքված քաղաքացիները նաև նշեցին, որ պահանջում են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինի հեռացումը։ Հիշեցնենք, որ Երեգյումրիում սպանվել էր 7 անդամից բաղկացած ընտանիքի 6 անդամը, որոնց թվում 2 տարեկան երեխա, իսկ 1 երեխա տեղափոխվել էր հիվանդանոց։ Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ով երեգիշերը հայտնաբերվել է ռուս սահմանապահների կողմից թուրքական սահման անցնելու փորձ կատարելիս։ Վերջինս այսօր ցուցմունք է տվել եւ ընդունել իր մեղքը։ Գործով նախաքննությունը շարունակվում է։